Հայաստանի զինված ուժերում փետրվարի 1-ից դադարեցվում է հոգևոր ծառայության գործունեությունը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, որոնք հաստատել են հոգևորականներն ու ընդդիմադիր պատգամավորները, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաման է ստորագրել, որով չեղարկվել է դեռևս 2000 թվականից գործող հոգևոր առաջնորդության ինստիտուտը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշում է ստորագրել, որով չեղարկել է հանգուցյալ Վազգեն Սարգսյանի ժամանակվա որոշումը։ Մեկ պահ պատկերացրեք, Սուրեն Պապիկյանի որոշմամբ չեղարկվել է Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունը։ Սուրեն Պապիկյանի որոշման հրամանի համաձայն փետրվարի 1-ից այլևս մեր զինված ուժերում չի լինելու հոգևոր ծառայությունը, հոգևոր առաջնորդությունը, հոգևոր առաջնորդի ինստիտուտը վերանում է։ Իսկ բոլորը պետք է դառնան ուղղակի զինվորականներ։ Գնդերեսները պետք է դառնան զինվորականներ։ Գնդերեսներ, որ 1997 թվականի հանգուցյալ Գարեգին Վեհափառի եւ Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ անցնող բոլոր տարիներին ծառայել են մեր զինված ուժերում, եղել են մեր զինվորի կողքին։ Նույնիսկ մարտական գործողությունների ժամանակ գնդերեսներ, որոնցից զոհեր եղան 44-օրյա պատերազմում։ Երևանի կայազորային հոսպիտալի հոգևոր հովիվ Տեր Պսակ Քահանա Մկրտչյանը Նյուզեյմի հետ զրույցում հայտնել է, որ որոշումն արդեն դրվել է գնդերեսների սեղաններին։ Նրա փոխանցմամբ կառույցը լուծարվել է միակողմանի, առանց մայրաթոռի հետ որևէ քննարկման։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ։ Պաշտոնյաները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորանցմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, առանձնակի ուշադրություն դարձնելով նախորդ տարվա դեկտեմբերին հաստատված ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանը։ Հանդիպման առանցքային թեմաներից է եղել այս տարվա մայիսին Երևանում նախատեսվող ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Արարատ Միրզոյանն ու Մարտակոսը վերահաստատել են հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը հիմնված ընդհանուր արժեքների եւ երկկողմ ռազմավարական առաջնահերթությունների վրա։ I call now Mr. Hayk Mamidjanian. Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ լիագումար նիստի իր ելույթը սկսել է խորհրդանշական լռությամբ։ Պատգամավորներին փոխանցելով այն զգացողությունը, որն ունեն հայերը, երբ սպասում են միջազգային հանրության արձագանքին, բայց նրանք լռում են։ Պատգամավորը խստորեն քննադատել է միջազգային կառույցների լռությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, շեշտելով, որ հայ-առաքելական եկեղեցու վրա հարձակումներին, 4 եպիսկոպոսների 6 ամսյա կալանքին եւ եկեղեցուն աջակցող ազգային բարերարի ձերբակալությանը միջազգային հանրությունը արձագանքում է լռությամբ։ Nikol Pashinyan is attacking Armenian Apostolic Church. Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործում հայ առաքելական եկեղեցու վրա, հարձակվում է խոսքով եւ ուժով, լռություն։ Ավելի քան 6 ամիս 4 եպիսկոպոսներ կալանքի տակ են, լռություն։ Հայտնի բարերարն իր աջակցությունն է հայտնում հայ առաքելական եկեղեցուն եւ դրա համար ձերբակալվում, լռություն։ Մենք նախաձեռնում ենք իմպիչմենթի գործընթաց եւ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն ձերբակալվում է, լռություն։ Կառավարության պաշտոնյաները թիրախավորում են անհատ լրագրողներին եւ մի ամբողջ լրատվական գործակալություններին, լռություն։ Ձերբակալվում են բլոգերներ, նրանցից մեկը հացադուլ է հայտարարում եւ վերջինիս առողջությունն այն աստիճան է վատթարանում, որ 3 նրան դատարան են բերել անվասայլակով, լռություն։ Այս սարսափելի փաստերի շարքը կարող եմ անվերջ շարունակել։ Քաղաքապես իմ երկիրը բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ֆիզիկապես Իլհամ Ալիևի։ Իմ ավելի քան 50 հայրենակիցներ Հայաստանում զրկված են ազատությունից իրենց քաղաքական հայացքների համար, իսկ պաշտոնական տվյալներով իմ 19 հայրենակիցներ Բաքվում բանտարկության մեջ են միայն այն պատճառով, որ հայ են։ Are in jailed in Baku just because they are Armenians. Մոսկվան պատրաստ է ուսումնասիրել Թրամփի ուղու հնարավոր միացման տարբերակները, հիմնվելով ռուսական երկաթուղիների մեծ փորձի վրա, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ, քննարկելու Թուրքիա եւ Ադրբեջան տանող երկաթուղային հատվածների վերանորոգման վերաբերյալ Հայաստանի խնդրանքը։ Միևնույն ժամանակ Զախարովան հայտարարել է, որ նախաձեռնությունը դեռևս սկզբնական փուլում է, ուստի անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր մանրամասները։ В силе остается наше предложение Երևան։ Մենք չենք իմանում ինչ փունջ են ներարկել երեխային։ Հոգեմ ենք։
Զինծառայողի ընտանիքի բողոքից հետո մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ։ Զինվորի տատը ավելի վաղ աղազանգել էր, որ հոսպիտալում տղային ստիպողաբար հոգեմետ դեղեր են տալիս ու չեն ապահովում հոգեբանի հետ խորհրդատվություն։ ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել հոսպիտալի ղեկավարության հետ, ինչպես նաև առանձնազրույց ունեցել զինվորի հետ։ Միայն ՄԻՊ աշխատակիցների միջամտությունից հետո զինվորը ստացել է հոգեբանական աջակցություն եւ տեղափոխվել առանձին պալատ։ Զինծառայողի տատի խոսքերին ավելի վաղ արձագանքել էր Պաշտպանության նախարարությունը ու հայտնել, որ զինծառայողը հետազոտվել եւ բուժվում է հոժարակամ, նրա կամքին հակառակ բժշկական որևէ միջամտություն չի իրականացվել։ Դեղորայքը նշանակվել ու տրվում է գործող առողջապահական ստանդարտներին համապատասխան։ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին։ Նախապես չհայտարարված այցի շրջանակում կողմերը քննարկել են երկկողմ ռազմավարական գործակցության խորացման հեռանկարները։ Բանակցությունների առանցքում եղել են տնտեսական կապերի ընդլայնման հարցերն ու մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը, կարևորելով տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հրատապ մարտահրավերները։ Բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցից հետո։ Զրուցակիցները նշել են, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով։ Դիվանագիտական այս ակտիվությունը տեղի ունենում Վաշինգտոնից հնչող սպառնալիքների ֆոնին։ Մոսկվան վերահաստատել է ուժի կիրառումից հրաժարվելու եւ բանակցություններին ապավինելու իր հորդորը։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ նոր համաձայնության գալ։ Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ տարածաշրջանում տեղակայված են մեծ թվով նոր ռազմանավեր։ Այդ քայլերը Թրամփը որակել է Թեհրանի վրա ճնշում գործադրելու միջոց։ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ գործարքի հնարավոր ձախողման պարագայում հետևանքները անկանխատեսելի կլինեն։ Նախագահ Թրամփը հավելել է, որ միայն իրանական կողմն ունի հստակ պատկերացում հնարավոր վերջնաժամկետների մասին։ Ի պատասխան Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ դիվանագիտական հաջողություն կարելի է ունենալ միայն սպառնալիքներից հրաժարվելով։ Նա ընդգծել է փոխադարձ վստահության կարևորությունը։ Միաժամանակ հերթական անգամ նախազգուշացրել, որ ցանկացած ռազմական հարձակման դեպքում Իրանը կարձագանքի արագ եւ ուժեղ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաշտոնական նամակ է ուղարկել անդամ երկրներին։ Նա զգուշացրել է կազմակերպության ֆինանսական ծանր վիճակի մասին։ Գուտերեշի խոսքով մի շարք երկրներ չեն վճարում իրենց անդամավճարները։ Դրա հետևանքով ՄԱԿ-ը կանգնել է լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ։ Եթե վիճակը չփոխվի, կազմակերպությունը կարող է արդեն հուլիսին կանգնել աշխատանքային դադարեցման վտանգի առաջ։ Իրավիճակի վատթարացման հիմնական պատճառները ՄԱԿ-ի խոշոր դոնոր երկրների կուտակած մեծ պարտքերն են։ Դրանց թվում է նաև Միացյալ Նահանգները, որը վերջին շրջանում նվազեցրել է մասնակցությունը բազմակողմ համագործակցությանը։ Մյուս խնդիրն առկա բյուջետային կանոններն են, որոնք պարտադրում են ՄԱԿ-ին վերադարձնել չծախսված գումարները անդամ երկրներին։ Այդ կարգավորումները խորացնում են կազմակերպության ֆինանսական դժվարությունները։ Գուտերեշը պահանջել է, որ անդամ երկրները անհապաղ կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները։ Մյուս տարբերակը ֆինանսական կանոնների էական վերանայումն է։ Միևնույն ժամանակ UN-80 աշխատանքային խումբը արդեն սկսել է ծախսերի կրճատման գործընթացը։ Այդ քայլերը միտված են բյուջեի ավելի արդյունավետ կառավարմանը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի պաշտոնական այցը Չինաստան կարևոր քայլեր երկու երկրների հարաբերություններում։ Այն ցույց է տալիս, որ դիվանագիտական երկարատև լարված շրջանը ավարտվում է։ Այցը նաև կարևոր էր Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի տնտեսական համագործակցության վերականգնման հարցերում։ Բանակցությունների արդյունքում կնքվել են ռազմավարական նշանակության համաձայնագրեր, այդ թվում AstraZeneca դեղագործական ընկերության 15 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիրը, վիզային ռեժիմի ազատականացումը եւ շոտլանդական վիսկիի մաքսատուրքերի կրկնակի կրճատումը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել կոշտ հայտարարություններով։ Նա զգուշացրել է հնարավոր սակագնային պատժամիջոցների մասին։ Չնայած դրան Լոնդոնը ընտրել է ավելի գործնական քաղաքականություն Չինաստանի նկատմամբ։ Այդ մոտեցման նպատակը երկրի ներսում տնտեսական աճը խթանելն է։ Նման մոտեցումը համընկնում է եվրոպական երկրների առաջնորդների ընդհանուր վարքագծի հետ։ Դրանք փորձում են նվազեցնել կախվածությունը Վաշինգտոնից եւ ընդլայնել առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ։ President Trump, we didn't protect or not protect. ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Ջեֆրի Էփշտեյնի գործով նոր նյութերը։ Դա արվել է Էփշտեյնի գործի թափանցիկության մասին օրենքի շրջանակում։ Նոր այդ փաստաթղթերում առանձնակի ուշադրության են արժանացել Բիլ Գեյթսին վերաբերող դրվագները։ Փաստաթղթերում նշվում է, որ Էփշտեյնը օգնել է Գեյթսին թաքցնել ռուս կանանց հետ ունեցած կասկածելի կապերը եւ դրանց հնարավոր առողջական հետևանքները։ Նամակագրության մեջ նշվում է, որ Էփշտեյնը փորձել է շանտաժի ենթարկել Գեյթսին։ Որոշ վարկածներով դա կարող էր պատճառ դառնալ Գեյթսի
ամուսնալուծության համար։ Թեև փաստաթղթերի մեծ մասը հրապարակվել է, իրավապահները գաղտնագրել են զոհերի ինքնությունը, չհրապարակելով նրանց անձնական տվյալները։ Այս փաստաթղթերը եզրափակում են Էփշտեյնի գործի շուրջ ամիսներ տևած քննությունը։ Ներկայացված տեղեկությունը նոր լույս է սփռում ազդեցիկ մարդկանց եւ Էփշտեյնի արատավոր կապերի վրա։ Mom, Uncle Frank won't let me watch the movie, but the big kids can. 71 տարեկանում մահացել է կանադացի դերասանուհի եւ սցենարիստ Քեթրին Օհարանը։ Լուրը հայտնել են նրա գործակալն ու մենեջերը, նշելով, որ մահվան պատճառը նրա կարճատև հիվանդությունն է եղել։ Օհարան իր դերասանական կարիերայի ընթացքում կերտել է բազմաթիվ կերպարներ՝ էգոիստ մայրապետից մինչև խուճապահար մայր, սակայն նրա հայտնիության գագաթնակետը դարձավ «Տանը մենակ» ֆիլմի 2 եթերաշրջանը, որտեղ մարմնավորում էր կամակոր տղայի՝ Քևինի մայրիկին։ Բացի տագնապարմոր կերպարը, Քեթրինը կարողացել է հեռուստադիտողին փոխանցել մոր եւ որդու կապը, որը նկատելի է եղել անգամ կադրից դուրս։ Երբ Հոլիվուդի փառքի ծառուղում հայտնվել էր Քևինի դերակատար Մաքոլի Կալկինի աստղը, նա առաջիններից էր, ում գրկել էր Կալկինը։ Ցավալի լուրը անտարբեր չի թողել նաև Մաքոլիին։ Նա Instagram-ի իր էջում հուզիչ գրառում է արել, շեշտելով, որ այժմ բարկացած է։ Մեջբերում. Մայրիկ, ես կարծում էի, որ ժամանակ ունենք, ես ավելին էի ուզում, ես ուզում էի նստել քո կողքին գտնվող աթոռին, ես լսեցի քեզ, բայց ես շատ ավելին ունեի ասելու, ես սիրում եմ քեզ, կհանդիպենք ավելի ուշ։ 2020 թվականին Քեթրինն արժանացել է Emmy եւ Golden Globe մրցանակների։ Schitt's Creek հեռուստասերիալում խաղալով էգոիստ տրտնջացող, բայց գրավիչ մայրապետ Մոյրա Ռոզի կերպարը, նա կրկին հիացրել էր իր հեռուստադիտողին։